Բարի օր, սիրելի երևանցիներ, սիրելի հայեր։ Գտնվում եմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ։ Ներողություն։ Ինչպես օրեր առաջ Մայր Հայաստանը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ առաջարկել էր մի միտք, որ կարմիր գծերի տուգանքները Մայր Հայաստանը չի վճարելու եւ իր որոշմամբ ցույց է տալու քաղաքացիներին, թե ինչպես կարելի է բողոքարկել այդ ապօրինի տուգանքը։ Տեղեկացնեմ, որ Մայր Հայաստանը 24 եւ 25 թվականներին բողոքարկել էր ապօրինի կարմիր գծերի 14 անգամ թանկացվող որոշումը եւ առաջին այցյանում շահել էր դատը, իսկ քաղաքապետարանը պետք է այդ որոշումը իգիտություն ընդուներ եւ որոշ ժամանակով մինչեւ բողոքարկումը մինչեւ վճռաբեկ հասնելը պետք է կասեցներ տուգանքի որոշումները կարմիր գծերի։ Տեղեկացնեմ նաեւ, որ որպես ավականու անդամ ես եւ մեր ֆրակցիայի ավականու անդամները միացել ենք այդ գործողությանը Անդրանիկ Թևանյանի, նաև Մայր Հայաստան խմբակցության եւ կանգնել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է մեր քաղաքացիները կանգնել եւ չվճարել։ Հիմա ես իմ օրինակի վրա ցույց եմ տալիս, թե ինչ պետք է արվի այդ գործողության հետևանքով։ Տեսեք, մեկ վայրկյան։ Տեսեք, ես կայանել եմ Հյուսիսային պողոտայում նշված կարմիր կետագծերում եւ չեմ վճարել։ Ինձ եկել է ակտ չվճարելու համար, այսինքն սա դիտում ենք որպես ապօրինի ակտ, քանի որ մենք դատարանում վիճարկել ենք եւ առաջին այցյանում դատը շահել ենք, ոչ իրավաչափ է ճանաչվել քաղաքապետարանի թանկացումը կարմիր կետագծերի։ Հիմա երկրորդը ցույց տամ, սա գանգատ է, առաջին քայլով մենք դիմում ենք քաղաքապետարան, առաջին քայլով գանգատ ենք ներկայացնում, այս օրինակը հասանելի կլինի մեր քաղաքացիներին, որ օրինակ վերցնեն։ Հիմա տանում ենք մեկ պատուհան եւ մուտք ենք անում այս գանգատը, որ բեկանեն։ Եթե քաղաքապետարանը չի բեկանում այս կարմիր կետագծերի որոշման ակտը, մենք հիմքերը կստանանք եւ կդիմենք դատարան։ Ընթացքում դատարանի նաեւ բողոքը ձեզ կներկայացնենք, ինչպես կարող եք դուք բոլորդ դիմել դատարան։ Առաջին քայլ դիմում ենք քաղաքապետարան, երկրորդ քայլ վարչական դատարան իրենց եթե չբեկանի քաղաքապետարանը կարմիր կետագծերի այս ապօրինի ակտերը։ Հիմա քայլենք մեկ պատուհան, սիրելի հայեր, ինչու ոչ միայն երևանցիներին է ուղղված այս խոսքս, այլև ամբողջ հայերին, մարզի բնակիչներին, քանի որ կարմիր կետագծերում կայանում են նաև մեր մարզից եկող քաղաքացիները։ Քաղաքապետարանը ամեն ինչ ապօրինի կերպով թանկացրել է, ամեն ինչ։ Հիմա մենք մտնում ենք մեկ պատուհան, պարոն Դանիելյան, որ խնդրեմ սա բայ։ Բարև ձեզ։ Նամակ ունենք կանելու։ Նամակ ունենք կանելու։ Կարմիր կետագծերի հետ կապված գանգատը։ Ես այս պահին որպես նախագահացի եմ, որպես ավականու անդամ, բայց այստեղ որպես ավականի չենք նշել այցով։ Խնդրում եմ դրանք տարեք։ Սպասենք մուտք արվի եւ կհեռանանք այստեղից, հաջորդիվ սպասենք քաղաքապետարանի արձագանքին, եթե ակտը չի բեկանի, սիրելի երևանցիներ, մենք այդ հիմքերը ամբողջությամբ կստանանք եւ կդիմենք դատարան, քանի որ կարմիր կետագծերով մենք դատական ակտը շահել ենք
պարտավոր են իրենք կասեցնեին կարմիր գծերի ստուգանքները, ապօրինի որոշումները, մինչև վերջնական ակտը, մինչև վճռաբեկ դատարան վերջնական որոշում կկայացվեր։ Քայլերի հաջորդականությունն է, առաջինը բողոքարկել քաղաքապետարանին, մենք բլանկները հրապարակ ենք կտեսնենք, թե ինչ քայլերի դուք բոլոր քաղաքացիները կարող եք այդ նույն կերպ վարվել, այդ դիմումը լրացնել, ձեր օրինակապերային կանել եւ համապատասխան եթե կբեկանվի ակտերը դիմել դատարան։ Մենք Մայր Հայաստան խմբակցությունը բոլորի կողքին կկանգնենք, հնարավորինս ձեզ կօգնենք ձեր այս բոլոր գործընթացներում։ Դատարանի համար նախատեսված բողոքի ձևներ կտանք։ Մենք դատարանի բողոքի բլանկը կներկայացնենք, ընդհանրապես մեր քաղաքացիներին կմնա իրենց անձնական տվյալները լրացնել, իրենց ստուգանված ֆակտը կցնել եւ անձնագրային տվյալները նշել։ Այսինքն շատ քիչ գործ կմնա քաղաքացիների մեծ մասը արվելու է Մայր Հայաստան խմբակցության կողմից։ Ասենք մենք տալու ենք երկու բլանկ փաստորեն, մեկ քաղաքապետարանի համար բլանկը կամ բլանկի ձևը եւ մեկ էլ դատարանի։ Տալու առաջին քայլը պետք է դիմենք քաղաքապետարան, որպեսզի հիմքերը ստանանք, եթե մերժում են, դիմենք դատարան, որտեղ դատարանում դա պետք է գալու հիմքերը քաղաքապետարանի մերժման հիմքերը։ Տեղեկացնեմ նաև արգիշտի մեկ հասցեում է գտնվում շնորհակալություն։ Սիրելի երևանցիներ, դուրս եկանք մեկ պատուհանից, այս տեսքը ձեր դիմումը մուտքանելուց անմիջապես հետո վերցնում եք ստացական եւ որ կարողանաք հետեւել գործի ընթացքում, բանալի, այստեղ բանալի կա, հսկիչ համարով կարող եք դուք on-line ռեժիմով հետեւել ձեր գործի ընթացքին։ Հիմա մենք կսպասենք քաղաքապետարանի արձագանքին, ինչ որոշում կկայացնի քաղաքապետարանը, եթե կբեկանի ակտը, բոլորիդ նաև կոչ եմ անում այս փուլով անցնել, եթե չի բեկանի համապատասխան հիմքերը պարտավոր է ներկայացնի եւ այդ հիմքերը կկցենք եւ կդիմենք դատարան։ Եթե այլ հարցեր կառաջանա, դիմեք Մայր Հայաստան խմբակցությունը, բոլոր մեր ավականիներին, մենք սիրով պատասխանելու ենք ձեր բոլորի հարցերին եւ կանգնելու ենք ձեր կողքին։ Լավ եղեք։